Հիշում եք, 2.5 տարի առաջ Հայլուրը ձեզ պատմել էր Տավուշի աֆրիկացու Սիլվենի մասին։ Արագ, նորից, նույն ձևով։ Կոտ դիվուարցի մարզիչը երիտասարդ ռեժիսոր Արտակ Հարությունյանի ուշադրությունն էլ է գրավել դարձել ֆիլմի հերոս։ Եվրասիա կինոփառատոնի վավերագրական ֆիլմերի մրցութային ծրագրում է Սիլվենը Թեղուտից 14 րոպեանոց վավերագրությունը։ Ֆիլմի առաջին կադրերում Սիլվենն արտասվում է, երբ հնչում է Հայաստանի օրհներգը։ Թվում է, թե հերոսը մեր ազգի ներկայացուցիչ չի, բայց այն, որ ինքը իրեն գտել է մեզ մոտ, ինքը իրեն զգում է լավ մեզ մոտ, խոսում է մեր ազգի մասին եւ մեր տեսակի մասին։ Բնության ձայները, Տավուշի բնապատկերները, Սևամորթ մարզչի զուտ հայկական հույզերը տպավորել են կինոգետ Անետա Երզնկյանին։ Գիրում ենք Հայաստան հատկան լուգոստերից դրա ազգանունները գրեք 10 ամար 7 11 22 այ միրասանք Այն ֆիլմերը, որոնք որ ես նայել եմ, շատ ֆիլմեր չեմ նայել իհարկե, բայց ես կարծում եմ, որ առանձնանում է իհարկե անշուշտ, գիտեք, որովհետև վավերագրությունը կամ ոչ խաղարկային ֆիլմը ինքը քրոնիկա չի։ Այն ֆիլմերը, որոնք ես նայեցի, երևի մի 6-7 ֆիլմ եմ նայել ծրագրից, հիմնականում քրոնիկալ էին։ Իրան ասկանան, որ Հայաստան միայն Երևանի չի։ Արտակի դիպլոմային աշխատանքն է սա, փառատոնի ներկայացնել որոշել է վերջին պահին։ Ընդհանրապես մենք չունենք ինչ-որ փառատոնի մասնակցելու եւ այլն, հիմա որ ստեղ եմ, ինձ սենց հերիք է, թախտելու մասին ընդհանրապես չեմ մտածում։ Նայն Ֆրանսիայում կամ Եվրոպայում իրենց մոտ անհասկանալի կլինի, որտեղ իրենց մոտ նորմալ է սևամորթ մարդը, բայց մեր մոտ ամեն օր չես հանդիպում Հայաստանում սևամորթի, ով հայերեն գիտի, ինչ որ գյուղում ապրում, հավա պահում։ Կհասկանա օտարաչքը Տավուշի աֆրիկացուն, դեռ պարզ չէ։ Լարա Հարաքելյան, Հայկ Ամիրխանյան, Հայլուր, Սոչի։